Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, դուք միացել եք Գործարար ալիքին, մեր եթերում շարունակում ենք զրույցների շարքը տվյալ կետկոմ հարթակի հիմնադիր տնտեսագետ Աղասիթ Հավադյանի հետ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այսօր շարունակենք մեր զրույցները, որոնք միտված են տնտեսության տարբեր ճյուղերի ավելի համապարփակ եւ մարդկային լեզվով բացատրելուն, որովհետեւ տնտեսությունը շատ բարդ, ծանր գիտություն է, որտեղ լիքը տերմիններ կան, որ մարդիկ չեն հասկանում, փորձենք բացատրել։ Այսօր ուզում եմ խոսենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից։ Դա մեր տնտեսության հսկայական մի հատ հատված է, որտեղ աշխատում են 100,000-ավոր երևի մարդիկ, այդպես մեծ ինչ-որ IT կամպանիաներ կան, որտեղ մեր պատկերացմամբ, եթե մենք լրագրողներս ենք դիտարկում, դա ինչ-որ լիքը համակարգիչներ են, ինչ-որ մարդիկ նստած կլավիատուրաների վրա գործ են անում, բայց այսօր ուզում եմ մտնենք այդ ոլորտ, հասկանանք այդ ոլորտը ինչ էր, ոնց կար, տարիների ընթացքում ոնց զարգացավ, ինչ ռիսկեր կար, ինչ հնարավորություններ կար։ Այո, ուրեմն Հայաստանի Հանրապետությունում այս պահին մոտ 30,000 հոգի աշխատում ՏՏ ոլորտում, եթե մենակ ՏՏ ոլորտի մասին է խոսում, այսինքն 100,000 թվի մասին չի խոսքը, բայց իհարկե ՏՏ ոլորտը շատ կարևոր ոլորտ է Հայաստանի Հանրապետության համար, որովհետև վերջին տարիներին հատկապես նայի աճի զգալի հատվածն է ապահովել, այսինքն եթե նայենք 2022 թվականից այգում երբ որ ունենք 2022 թվականի 12.6% տնտեսական աճ, 23-ին 8.3, եթե չեմ սխալվում, տոկոս տնտեսական վերջին տարիներին 5.6% տնտեսական աճ 24 թվականին, ապա զգալի հատվածը 1-ից 3%-ային կետը ապահովել է տնտեսական աճի հենց ՏՏ ոլորտը։ Ու սա շատ կարևոր ոլորտ է Հայաստանի Հանրապետության համար, ինքը իր խնդիրներն ունի, իհարկե, սակայն վերջին նշեմ, որ վերջին տարիներին զգալի փոփոխություններ են ապրել այս ոլորտում, ինքը բավականին փոփոխվել է, ինքը, այսպես ասած, հասունացել է եւ այս վերջին շրջանում ունենք մի քանի շոկ տնտեսության վրա, որը ինչպես կտեսնենք մեկ զրույցի ընթացքում ՏՏ ոլորտը փայլուն կերպով հաղթահարել է եւ այս պահին, այսպես ասած, եթե ամեն ինչ ճիշտ դասավորվի, լավ ապագա է Հայաստանի Հանրապետությունում սպասվում ՏՏ ոլորտի համար, որը եթե ամեն ինչ ճիշտ լինի, բավականին մեծ շարժիչ ուժ է հանդիսանալու ապագայում Հայաստանի Հանրապետության տնտեսության համար։ Ուրեմն նախ սկսենք պատմությունից եւ խոսանք թե ինչ փոփոխություններ է ապրել ՏՏ ոլորտը եւ ասացի վերջին շրջանում մի քանի, այսպես ասած, մի քանի շոկերի անմեջով է անդրադարձել, շոկերի մասին է խոսքը, 20 թվականից այն կողմ առաջինը դա COVID համաճարակի շոկն էր Հայաստանի Հանրապետության վրա, որ նաև անդրադարձավ ՏՏ ոլորտի վրա, երկրորդը Ռուսաստանի Դաշնության սանկցիաներով պայմանավորված մեծ քանակությամբ ՏՏ ոլորտի մասնագետների ներհոսքը Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաև փոխարժեքային շոկը տվյալ ոլորտի վրա, որը բավականին մեծ փոփոխություն ազդեց ՏՏ ոլորտի վրա։ Ուրեմն ասեմ, որ մինչև 2020 թվականը, մինչև այդ շրջանը դիտարկենք, ՏՏ ոլորտը աճում էր, բայց ոչ այդքան արագ, աճում էր, էլի զգալի էր աճում, մոտ 12%-ով, բայց մեծ փոփոխություններ չէին գրանցվում այդ ոլորտում, եթե նայենք 2018 թվականին այդ ոլորտում աշխատում էր մոտ 10,000 հոգի, այսինքն այս պահին 30,000 հոգի, այն ժամանակ 10,000 հոգի եւ էլի մեծ էլի շարժում էր, աճում էր ամետարեստարի աշխատողների քանակը եւ աշխատավարձը այդ ոլորտում, այն ժամանակ աշխատավարձը կազմում էր 18 թվականին մոտ 550,000 դրամ։ Սա կեղտոտ աշխատավարձ այս ոլորտում։ Եվ իհարկե աճ կար, բայց այդքան մեծ չէր եւ այդքան ՏՏ ոլորտի ազդեցությունը ընդհանուր շուկայի վրա, ընդհանուր տնտեսական աճի վրա այդքան էլ չէր անդրադառնում եւ հիմնականում ՏՏ ոլորտում աշխատում էին հենց հայաստանցի, այսպես ասած, մասնագետները մեր ուժերով են անում դա
Հետո տեղի ունեցավ առաջին շոկը COVID համաճարակը, որը բացասաբար անդրադարձավ ամբողջ տնտեսության վրա, սակայն այդ ընթացքում տնտեսական ոլորտը շարունակում էր աճել, քանի որ տնտեսական ոլորտը հասկանում ենք հիմնականում sense կարող է նաև համակարգիչներով են մարդիկ աշխատում եւ կարող է առցանց լինել այդ ընթացքում հիբրիդային տարբերակով այո այդ ժամանակվանից սկսեց հիբրիդային տարբերակի աշխատանքը այդ ընթացքում ՏՏ ոլորտի մասնագետները ՏՏ ոլորտը ապահովում էր մոտ 8.4% տնտեսական աճ միջինը համեմատաբար նախկին ասենք բազային շրջանի հետ 12-ից 20 թվական երբ ապահովում էր 12.4% միջին աճ Հետո 2022 թվականի այս շոկը ինչ որ չափով տենց բարի հաջող ավարտեցինք հաջորդ շոկը 2022 թվականին բավականին մեծ քանակությամբ աշխատողներ եկան Ռուսաստանի Դաշնությունից դե հասկանալի է ու իրականում մեծ քանակությամբ կապիտալ սա առանձին թեմա է որը ապագայում կշոշափենք մեր հնայի աճը բայց ընդհանուր առմամբ 2012 թվականի 2022 թվականի 12.6% տնտեսական աճի մեծ մասը կապված է եղել Ռուսաստանի հետ։ Եթե նայենք այդ 12.6% տնտեսական աճի կեսը ապահովել է այդ տարի բանկային համակարգը, որը զարգացել է Ռուսաստանից մեծ քանակությամբ կապիտալի ներհոսքով եւ ՏՏ ոլորտը, որը էլի զարգացել է Ռուսաստանի Դաշնությանից մասնագետների ներհոսքով որտեվ ասենք մեծ քանակությամբ պատժամիջոցներ կերարվեց Ռուսաստանի վրա, հիմնականում ֆինանսական ոլորտի սիֆտը փակեց Ռուսաստանի Դաշնությունում եւ Ռուսաստանի Դաշնության մասնագետները ՏՏ ոլորտի, այսինքն արտասահմանից չէին կարող աշխատավարձ ստանալ, մեծ քանակությունը եկավ հաստատվեց Հայաստանի Հանրապետությունում, ինչի համար, որտեվ Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ անդամ պետություն է եւ ըստ ԵԱՏՄ համաձայնագրի 4-րդ հոդվածի պետք է ազատ տեղաշարժ լինի մարդկանց աշխատուժի ինչպես նաև կապիտալի, այո, կապիտալի ապրանքներ եւ ծառայություններ։ Դրա համար հանգիստ եկան հաստատվեցին ստեղ, մենք տեսանք մեծ քանակությամբ կազմակերպություններ եկան, ասենք Yandex-ը իրենց մեծ քանակությամբ մասնագետներ եկան հասան Հայաստանի ըստ Yandex-ի հաղորդման, ասենք դա այդպես հստակ արված չէ, այսինքն նպատակադրված այդպես արված չէ, պրոստը Yandex-ի մասնագետները քանի որ ունեն որոշակի ավտոնոմիա, իրանք որոշեցին ինչ որ զգալի հատված եկել հաստատել Հայաստանի Yandex-ի օֆիս բացեց Հայաստանի Հանրապետություն, Nvidia-ն եկավ Հայաստանի Հանրապետություն ռուսական օֆիսը, բավականին այլ մեծ կազմակերպություններ, բայց այս շոկը, որը դրական շոկ էր մարդկանց արտահոսքի Ռուսաստանից Հայաստանի IT ոլորտի, նաև զուգակցվում էր փոխարժեքային շոկով։ Ինչի նկատի ունեմ ես, որտեղ եթե մենք նայենք 2022 թվականի սկզբին $1 480-500 դրամ էր։ Այս պահին անգամ 500-ը անցավ։ Այո, մի պահ անցավ, մինչև 520-560 ունեցանք, հետո իջավ։ Այս պահին $1 380 դրամ է, այսինքն վերցնենք 400 դրամ, այսինքն հեշտության համար որպեսզի մեր ունկնդիրները լավ հասկանան, ենթադրենք այն ժամանակ 500 էր, այս պահին 400 ենթադրենք։ Սա ինչով է վատ ընդհանուր ՏՏ ոլորտի համար, սա ինչով է բացասական, որտեվ եթե առաջ մեր ՏՏ ոլորտը, ասենք ինչ որ ապրանք էր, գիտական ապրանք էր արտադրում, ՏՏ ոլորտի ապրանք, ինչ որ ծրագիր էր, եւ այդ ծրագիրը վաճառում էր $10,000, ստանում էր 5 միլիոն դրամ, բերում էր Հայաստանի Հանրապետություն։ Դրանից հետո հիմա վաճառում է էլի $10,000, բայց փոխարժեքը 400 է, ստանում է 4 միլիոն, այսինքն $10,000-ի մեկ 1 միլիոն դրամ կորուստ ունի։ Սա նշանակեց, սա այս երկու, այսպես ասած շոկերը, բերեցին նրան, որ փոխվեց լիովին մեր ՏՏ ոլորտի կառուցվածքը։ Այն իմաստով, որ այն կազմակերպությունները, որ կային Հայաստանի Հանրապետությունում կամ ստիպված եղան նոր իրադրությանը հարմարվել կամ ընդհանրապես սնակ ճանաչվել եւ շատ այսպես ասած տասնամյակներ տարիներ շարունակվող կազմակերպություններ որ կային Հայաստանի Հանրապետությունում սնակ ճանաչվեցին որտեվ այդ այսպես ասած չեն կարող ապահովել այդ չեն կարող աշխատել այդ
փոխարժեք, այո, սակայն դա չերևաց, մեր ՏՏ ոլորտը բավականին մեծ աճ արձանագրեց այդ 2022 թվականին, որտեղ մեծ քանակությամբ Ռուսաստանի Դաշնությունից քաղաքացիներ ՏՏ ոլորտի մասնագետներ եւ կազմակերպություններ եկան Հայաստանի Հանրապետություն, որոնք ինչ որ չափով փոխարինեցին մեր Հայաստանի Հանրապետության մասնագետներին եւ նաեւ մենք տեսանք այդ ընթացքում 2022 թվականում ՏՏ ոլորտի աշխատողների թվի եւ աշխատավարձի զգալի աճ։ Օրինակի համար, եթե 2022 թվականին ՏՏ ոլորտում աշխատում էր մոտ 23000 մասնագետ, ապա վերջում 2023 թվականին արդեն մեկ տարի անց արդեն 32000, այսինքն մենք 22-23 դարձանք 32000, մեկ տարվա ընթացքում 10000 հոգի ավելացավ։ Նույնն էլ աշխատավարձը, քանի որ նոր մասնագետներ եկան, որոնք ի տարբերություն, այսինքն շուկայի որ կար նախկինում, ավելի հմուտ մասնագետներ են, նույնիսկ աշխատավարձը բարձրացավ, եթե 2022 թվականի սկզբին այս ոլորտում աշխատավարձը կազմում էր մոտ 700,000 դրամ, ապա տարվա վերջին արդեն գրեթե 900,000 դրամ էր աշխատավարձը, այսինքն բավականին բարձրացավ, սա կեղտոտ նորից նշեմ կեղտոտ աշխատավարձի մասին, նույնիսկ 1 միլիոն դրամը հատեց, այսինքն մասնագետների զգալի փոփոխություն ունեցավ, ճիշտ այս փուլում բավականին, այսպես ասած, անկայունության աշճանը բավականին մեծ էր, մեծ գործընթացներ էին աշխատում, բայց քանի որ ընդհանուր ոլորտը աճ ցուցաբերեց, սա չզգացվեց ոլորտում, այդ ընթացքում Նաև նշեմ, որ օգնում էր նաև այն հանգամանքը, որ այդ ընթացքում ՏՏ ոլորտի համար գործում էին հարկային արտոնություններ, օրինակ ավելացված արժեքի հարկը 20%-ից իջեցվել էր 10% այն կազմակերպությունների ՏՏ ոլորտի կազմակերպությունների համար, այսինքն այն կազմակերպություններ, որտեղ աշխատողների թիվը 50% ավել ՏՏ ոլորտի, ճիշտ այդ հարկային արտոնությունները հանվեցին, որովհետև այսպես ասած կարիքը էլ չկար, բացի այդ բյուջետային որոշակի խնդիրներ ունեին բյուջետային հարկահավաքության, սա առանձին թեմա է, բայց էլի այսպես ասած շոկային ընթացքում էր գտնվում դեռևս, կարգավորման փուլում էր գտնվում դեռևս, սակայն այս վերջին տվյալները, որ մենք նայում ենք 25 թվականին, որ արդեն մենք տեսնում ենք, որ ոլորտում կայունության աշճանը ավելի է բարձրացել, աճը դեռևս կա, այսինքն սա նշանակում է, որ ոլորտը ավելի հասունացել է, հաղթահարել է այս շոկային փուլերը եւ բացել է զարգացման նոր փուլը, բացի այդ, սրա մասին է խոսում նաև այն հանգամանքը, որ ՏՏ ոլորտը եթե դիտարկենք, ապա աշխատողների թիվը եւ աշխատավարձը վերջին տարիներին չի ավելացել, սա որոշակի մտահոգնություն է ավելացնում, օրինակի համար ես նշեցի, որ ՏՏ ոլորտի աշխատողների թիվը, եթե նայենք ընդհանուր առմամբ նորից հիշեցնենք, եթե նայենք դինամիկան 2018 թվականին մոտ 10000 հոգի էր, 22 թվականի սկզբին մոտ 22000 հոգի էին, 22 թվականին արդեն, այսինքն այդ 18 թվականից 22 թվական կամաց աճում էր, սակայն 22 թվականի մի տարվա ընթացքում մոտ 10000 հոգի ավելացավ, դարձավ 32000, 23 թվականից այս կողմ, 23 թվականի սկզբից այս կողմ, այս 2.5 տարիների ընթացքում ՏՏ ոլորտում ոչ աշխատողների թիվն ավելացել, ոչ աշխատավարձն ավելացել, որը բանը առաջին հայացքից մտահոգիչ է, որտեղ սա նշանակում է որոշակի ստագնացիա, առաջին հայացքից նշանակում է կարող է նշանակել որ որոշակի ստագնացիա կա ոլորտում, որովհետև շատերը ճիշտ է ՏՏ ոլորտ են ուզում մտնել եւ դրա համար աշխատում են, բայց այսպես ասած ՏՏ ոլորտը այդ պահանջարկը չունի այս պահին նոր աշխատողների, բանը այն աշխատողները, որոնք ունի բավականին բարձր որակի են եւ մրցակցության աշճանը ճիշտ է բարձրանում է, բայց ՏՏ ոլորտի աշխատավարձերը եւ աշխատողների թիվը չեն աշխատում։ Առաջին հայացքից դասական տնտեսության թեորիան ասում է, տեսությունը ասում է, որ վատ է ոլորտը։ Սակայն ՏՏ ոլորտը այդպես չի աշխատում։ ՏՏ ոլորտում, ասենք, կարող է աշխատողների թիվը եւ աշխատավարձը չփոխվել, բայց նորամուծություններ առաջանալ, ասենք, այն կոդը, որ իրանք աշխատացնում են, ավելի լավ որակի լինել եւ ավելացած արժեք ավելացնել, որը հենց հաստատում է այն փաստը, որ Հայաստանի Հանրապետությունում եթե աշխատողների քանակը բաժանենք հնայի վրա, ապա կտեսնենք որակական փոփոխություն։
Այսինքն եթե մինչև 2022 թիվը մեկ աշխատողը տալիս էր մոտ 3 միլիոն դրամ ընդհանուր հնային, ապա 2022 թվականից այդ ցուցանիշը փոփոխվել է եւ աճել է եւ այս պահին մեկ աշխատողը տալիս է 5 միլիոն դրամ։ Սա նաեւ խոսում է նրա մասին, որ ընդհանուր ոլորտը հասունացել է, որ նա ընդհանուր ոլորտի արտադրանքը ավելի մեծ է, այսինքն մեկ մարդու հաշվով ավելի եւ ընդհանուր առմամբ հաղթահարել է կրիզիսային վիճակները, հասունացել է եւ դարել է մեր ընդհանուր տնտեսական աճի եւ տնտեսության անբաժանելի եւ զգալի հատվածը։ Եթե մենք նայում ենք տնտեսությունը ինչ որ չափով աճ է գրանցում, ոլորտը էլի աճ է գրանցում, այստեղ աշխատատեղերը եւ ոնց դուք նշեցիք չեն ավելանում, որին զուգահեռ նաեւ աշխատավարձերը չեն ավելանում։ Բա այս գումարները, որոնք որ ներդրվում են ՏՏ ոլորտում կամ չգիտեմ, դրսից են գալիս, ինչ որ ձեր շրջանառություն է լինում, սրանք ինչպես են ռեալիզացվում այս ոլորտում։ Դե տեսեք, այստեղ բանը ներդրումները այս պահին, եթե ներդրումը կատարվում է, դա այս պահին միանգամից կարող է չերևալ, դա հետագայում, երկարաժամկետում աճը կարող է երևալ, այսինքն որ դու այս պահին ներդրումը կատարում ես, մինչև, ասենք, կառուցես ինչ-որ մի բան, ծրագիրը պատրաստ լինի, կարողանաս այդ ծրագիրը վաճառել, որոշակի ժամանակ է անցնում, եւ բացի դրանից շատ ներդրումներ, հատկապես ՏՏ ոլորտում, որ ավելի ռիսկային են, չեն իրագործվում, այսինքն դու կարող ես միլիոնավոր դոլարներ ներդրումներ կատարել ՏՏ ոլորտում ինչ որ unicorn կազմակերպության մեջ եւ դրանք չիրագործվեն։ Դա էլ կա։ Իհարկե, ռիսկայնության աշճանը բարձր է, բայց այն հանգամանքը, որ այս պահին շոկերը, այսինքն պետք է հասկանալ, որ 2022 թվականից մինչև նույնիսկ 2020 թվականից մինչև 23 թվական, այսինքն շոկային ժամանակահատված է եղել ՏՏ ոլորտի համար, որը վերափոխել է արմատապես ՏՏ ոլորտը, սակայն ՏՏ ոլորտը այդ շոկային ընթացքը հաղթահարել է 24 թվականը որոշակի տուրբուլենտ տարի եղեք ՏՏ ոլորտի համար, այսպես ասած, այդ շոկային ընթացքից, հաղթահարման ընթացքից, այդ վերջի քամիները հաղթահարելուց հետո 25 թվականի ցուցանիշները արդեն ցույց են տալիս, որ ոլորտը հաղթահարել է այդ ամեն ինչ, ու լավ է կանաչ ճանապարհ է։ Սա նաև նշանակում է, որ ճիշտ է ՏՏ ոլորտի աշխատողների թիվը եւ աշխատավարձերը չեն աճել, սակայն այն հանգամանքը, որ հնայի աճը բավականին արձանագրում ներդրումները գալիս է, նշանակում է, որ այս ՏՏ ոլորտը հետագայում արդեն արդարացնելու իրար եւ աճը մենք տեսնելու ենք այս ոլորտում։ Նաեւ դա ասում է այն, որ հետաքրքիր նոր նախաձեռնություններ կան այս ոլորտում, որոնք կարող են ավելի մեծ աճ արձանագրել այս ոլորտում։ Խոսքը գրում է նրա մասին, որ Nvidia-ն ուզում է մեծ քանակությամբ ներդրումներ անել Հայաստանի Հանրապետությունում եւ կառուցել Firebase այսինքն data center Հայաստանի Հանրապետությունում, ՏՏ hub-ը, որը 500 միլիոն դոլարի կառուցվածք է։ Այո, 500 միլիոն դոլարի ներդրում է կատարել, սա իհարկե խնդիրներ ունի, որի մասին կխոսանք, 500 միլիոն դոլարի ներդրումները, որը ասենք կարճ ժամանակահատվածում մոտ մի 1000 աշխատատեղեր ապահովելու, այսինքն բարձր վարձատրվող, սակայն հեռավոր ապագայում մեծ քանակությամբ աշխատատեղեր կարողանալի եւ կարող է այնպես անել, որ Հայաստանը դառնա, ասենք ընդհանուր համաշխարհային ՏՏ ոլորտում, այսինքն զգալի հաբերից կամ երկրներից մեկը, շատ կարեւոր է։ Ուրեմն Ջեյսոն Հուանգը ՏՏ Nvidia կազմակերպության տնօրենը 23 թվականին այցելեց Հայաստանի Հանրապետություն եւ տպավորված եղավ Հայաստանի Հանրապետությունում, ասենք ՏՏ ոլորտում ինչ է կատարվում մեր մասնագետներով, այսինքն եթե չլներ այդ մասնագետների ներհոսքը 22 թվականին կարող է սա էլ չլներ։ Մասնագետներին տպավորված եղավ այդ ամեն ինչով եւ որոշեց, որ բանը դնելու է Հայաստանի Հանրապետությունում ՏՏ ոլորտի Firebase ՏՏ ֆաբրիկան, սա
այսինքն համահունչ է այլ պետությունների հետ, որոնք ուզում են սա անել, հատկապես եվրոպական եւ ասենք միջին արևելքի որոշ պետությունների հետ, սա շատ պետություններ դրել են առաջին դաշտում զարգացման, սա ընդհանուր առմամբ կարևոր է Հայաստանի Հանրապետության համար, հատկապես մեր թվային անվտանգության տեսանկյունից, եթե մենք ուզում ենք ինքներս մեր թվային տվյալների տերը լինել, ինքներս մենք մեր թվային տվյալները, այսպես ասած, տիրապետենք, կառավարենք, որը շատ կարևոր է, որովհետև ապագայում, ասենք, ապագայի ոսկին ոչ թե հենց նավթն է կամ այլ բաներն են, այլ հիմնական ռեսուրսը լինելու են հենց թվային տվյալները, ինչպես նաև էլեկտրաէներգիան եւ մարդիկ, որոնք մարդկային հզորությունը, որը կարևոր է, որի մասին էլեկտրաէներգիայի տեսանկյունից այս վերջում մեր խոսակցության կխոսենք։ Ուրեմն հիմնական խաղացողները, որոնք ուզում են կառուցել այս, այսպես ասած, ՏՏ ֆաբրիկան, այդ Firebird AI-ն է, որը երկու օֆիս ունի, մեկը Սան Ֆրանցիսկոյում, մեկը Երևանում, Nvidia-ն է, որը ապահովել է վերջին դասի Blackwell GPU-ներ, որոնք վերելու են դրվելու են Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի այդ մեծ data center-ը կառուցվի։ Հաջորդ խաղացողը դա Հայաստանի Հանրապետության կառավարությունն է, որ այս ընթացքում ամենակարևոր խաղացողն է այն տեսանկյունից, որ այս մեծ եւ կարևոր այսպես ասած կազմակերպությունը իրագործի, որտեվ եթե նայում ենք հիմնական խաղացողներին, այսինքն ամենակարևորը իրագործման տեսանկյունից ամենամեծ պատասխանատվություն ունի Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ ես կասեմ ինչի, հաջորդը Team Group-ն է, Telecom Armenian եւ AFEAN Foundation-ը, Նուբար Աֆեանի գլխավորության, որը այսպես ասած փորձում է ապահովել, որպեսզի բոլոր այսպես ասած աշխատող մասերը իրար հետ կապնվեն եւ ապահովի այս տեխնոլոգիայի իրականացումը։ Հիմա նշեմ, թե ինչի համար է Հայաստանի Հանրապետությունը կարևոր եւ բացի նրանից, որ ապահովելու է, որ ասենք ոչ մի խնդիր չլինի օրենսդրական տեսանկյունից, ամեն ինչ հարտարտանանա, սահմանափակումներ չլինեն եւ խնդիրներ չառաջանան, ըստեղ առաջին հերթին դա հեշտ է արվում։ Պիտի ապահովի հզորությունը, այսինքն էլեկտրաէներգիայի հզորությունը, որտեղ այս այսպես ասած կլաստերը համակարգչային, որը տարբեր ձևի մոդելներ է անելու, ինքը իր մաքսիմալ հզորությունը լինելու է 100 մեգավատ։ Պատկերացրեք, այսինքն այն ասենք փուճուր լամպոչկեն, որ ձեր լույսը, որ ձեր մոտ վառվում է, կարող է 100 վատ լինել, սա 1 միլիոն անգամ ավելի շատ հզորություն ունի իր այսպես ասած պիկային հզորության ընթացքում։ Եվ եթե անգամենք ժամերի քանակի եւ օրերի քանակի, անգամենք 24-ի եւ դրանից հետո 365-ի, կստացվի, որ դա ծախսելու է տարեկան 876 մոտ եթե պիկային աշխատի մոտ 850-870 մեգավատ ժամ հզորություն է պետք լինելու այդ կազմակերպչի համար։ Այս պահին Հայաստանի Հանրապետությունը տարեկան արտադրում է մոտավորապես 10,000 մեգավատ ժամ հզորություն, այսինքն 10,000 սա ընդհանուր պետք է լինելու 876 մեգավատ, այսինքն մոտ 8.5-6 հաշվենք 8-9% այն հզորության, որը այս պահին մենք արտադրում ենք։ Այսինքն այս համակարգչին կամ այս data center-ին անհրաժեշտ է լինելու ընդհանուր մեր էլեկտրաէներգիայի 8-9%-ը, որ այս պահին արտադրում ենք, այսինքն մենք այդքան պիտի աճենք։ Եվ ինչ եմ ասում, այստեղ Հայաստանի Հանրապետությունը հիմնականում այս այսպես ասած պատասխանատվությունը ունի այս կարևոր նախաձեռնության իրականացման, որովհետև ոչ թե օրենսդրական տեսանկյունից կամ այլ տեսանկյունից, հենց այս հզորությունների ապահովման։ Ընդհանուր առմամբ ես սիրում եմ ասել, սա իհարկե առանձին թեմա է, որը հետագայում կքննարկենք, որ եթե ուզում ենք տեսնել տնտեսության իրական ապագան երկարաժամկետ, ապա հնայի աճը չի կամ գնաճը չի այն հիմնական ցուցանիշները, որոնք կանխատեսելու են տնտեսությունը։ Դա
էլեկտրաէներգիա արտադրության հզորություններն են եւ ծնելիության մակարդակը, որը առանձին թեմաներ են, դա կշոշափենք մեր հետագա զրույցներում։ Դրանք հիմնական են գործոններ են, որոնք այո, որտեղ բանը, եթե նայում ենք, մեզ պետք է աշխատուր, ապագա աշխատուժը ապահովելու ծնելիությունը եւ այո եւ կապիտալ հզորություններն են ապահովել են ապագա էլեկտրաէներգիա արտադրությունը այս պահին երկու փուլում է կաղում ենք մենք եւ էլեկտրաէներգիայի արտադրությունը մեծ խնդիր է Հայաստանի Հանրապետության համար, այսինքն մենք կարճ ժամանակահատվածում պետք է նոր հզորություններ ներդնենք Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի կարողանանք այս շատ լավ նախագիծը ոտքի հանել, սա շատ կարևոր է Հայաստանի Հանրապետության համար, որտեղ եթե այս նախագիծը իրողություն դառնա, ասենք մենք կդառնանք համաշխարհային data center-ներից մեկը եւ սա ներգրավի մեծ քանակությամբ շատ լավ մասնագետներ արտասահմանից, ինչպես նաեւ մեծ քանակությամբ կապիտալ եւ կկարողանա ընդհանուր կդառնալ մեր կայուն տնտեսական զարգացման, ասենք հիմնաքարերից մեկը։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ։ Իսկ ես հիշեցնեմ, որ դուք դիտում կամ լսում եք հարցազրույցը, տաղավարում աշխատեց Ալբերտ Նավետիսյանը, իսկ իմ հյուրն էր տվյալ.com հարթակի հիմնադիր տնտեսագետ Աղասիթ Հավադյանը։ Կհանդիպենք։